Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Փաշինյանը ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոին։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում վիճակի, մասնավորապես Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի շուրջ։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Այս առումով Փաշինյանը ընդգծել է Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Միջազգային հարաբերությունների փոփոխվող ճարտարապետության ժամանակակից պայմաններում կարևոր է շարունակել մեր գործընկերային փոխգործակցությունը, հիմնվելով մեր պետությունների շահերի եւ ի բարօրություն մեր երկրների ու ժողովուրդների։ Միրզոյանը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ։ Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական եւ այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ գործակցությունը եւ նպատակ ունենք շարունակել եւ ընդլայնել բովանդակալից մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսությունը, ասված է ուղերձում։ Ֆրանսիայի եւ Եվրոպայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Փարիզում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացին։ Armenpress-ի փոխանցմամբ այդ մասին հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը։ Նախարարները նշել են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը հիմնված երկու պետությունների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա պետք է թույլ տա Հարավային Կովկասը վերածել խաղաղության, ինտեգրման եւ համագործակցության տարածություն։ Մենք ամեն ինչ անում ենք օգտագործելով Ադրբեջանի հետ ունեցած մեր կապերը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Այս մասին լրագրողների զրույցում ասել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոփանին։ Ի պատասխան Իսրայելից Ադրբեջան մեծ քանակությամբ զենք տեղափոխելու մասին տեղեկությանը մեկնաբանելու խնդրանքին։ Նա նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ռազմականացմանը։ Դեսպանը հավելել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։ Մենք լավ հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, Ադրբեջանը մեր հարևանն է, վստահեցրել է նա։ Կառավարությունը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին լրագրողների զրույցում ասել է Արդարադատության նախարար Սրփու Իգալյանը, պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի նախագահ Ալիևը կրկին առաջ է քաշում նախապայմանների խաղաղության համաձայնագիրը ստորագրելու համար, մասնավորապես նշում է Մինսկի խմբի համանախագահության լուծարում եւ Հայաստանի սահմանադրության փոփոխություն։ Հայաստանը պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիրը։ Խաղաղությունն այլընտրանք չունի եւ մեր գործողությունները պետք է միտված լինեն խաղաղության վերջնական հաստատմանը, թե ինչ կոնցեպտով պետք է առաջ շարժվենք դեպի խաղաղության պայմանագրի կնքումը, կարծում եմ շատ շուտով հանրությանը հայտնի կլինի, հայտնել է նախարարը։ Ադրբեջանը ցանկանում է ողջայությանը ցույց տալ, թե ինչ կարող են անել մեզ հետ։ Ռուբեն Վարդանյանի որդին է հարցազրույց տվել ֆրանսիական պարբերականին։ Շատ կարևոր է նշել, որ մենք հորս չենք առանձնացնում մյուս հայ բանտարկյալներից։ Նրանցից 7-ը Արցախի առաջնորդներն են, որպեսզի Բաքուն հաջողության հասնի, նրան անհրաժեշտ է, որ բոլորը լռեն Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության մասին։ Բաքուն ցանկանում է, որ աշխարհը շարունակի այլ կողմ նայել։ Ուստի ամենակարևոր բանը դրա մասին խոսելն ու գրելն է։ Երկու աթոռի վրա նստելու երևանյան փորձերն արդեն ամենօրյա ռեժիմով են փորձում կանխել ռուսները։ Պաշտոնական Ռուսաստանը պարբերաբար տարբեր դիվանագետների միջոցով Հայաստանին հորդորում է վերջապես որոշել Եվրամիություն թե ԵԱՏՄ։ Վերջին հայտարարությունը փոխարտգործնախարար Գալուզինն է ասել, թե անհնար է միաժամանակ լինել ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում, բայց ըստ դիվանագետի ընտրությունը Հայաստանի ձեռքին է։ Միայն Հայաստանը պետք է որոշի, թե որտեղ է ավելի շահավետ գտնվելը։ Գալուզինն ընդգծել է, որ ԵԱՏՄ-ն իրավահավասար պետությունների միություն է, մինչդեռ Եվրամիությունը կառույց է, որտեղ նրա խոսքով իշխում է ցուցափայտային կարգապահությունը, որը ենթարկվում է բրյուսելյան չինովնիկների կողմից իրականությունից կտրված հակառուսական նարատիվներին։ Հուսով ենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները եւ ԵԱՏՄ-ի հետ խզումից առաջացած կորուստների մասշտաբները կբացատրվեն հայ հասարակությանը, որպեսզի օբյեկտիվ պատկերացում ունենա իրականության մասին։ Ռուսաստանի արտգործնախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկն էլ նախորդին թեմային անդրադարձավ, ասաց իհարկե Հայաստանի գործերին չեն խառնվելու, բայց հայկական կողմին կոչ արեց հետևանքների մասին մտածել, օգուտներն ու վնասները հաշվարկել։ Ռուս պաշտոնյան անգամ օրինակ բերեց, թե Ուկրաինան վաղուց է իր սահմանադրության մեջ ներառել Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը։ Հետո հռետորական հարցը, որն է այս գործընթացում այդ երկրի առաջընթացը, Հայաստանի կողմնորոշվելու ու վտանգ
հետևանքները հաշվարկելու մասին այս իրադարձություններին ի դեպ նախորդեց տեղեկությունը, որ պաշտոնական Երևանը ՀԱՊԿ անդամավճարից հրաժարվում է։ Տնտեսական ու քաղաքական իրադարձությունները զուգահեռվում են։ Քաղաքագետն ասում է, եթե միայն տնտեսական լինեին հետևանքները, ապա հայաստանյան դիրքորոշումը համագործակցել Եվրամիության հետ, անգամ անդամակցել գուցե ընդունելի կլիներ։ Փորձագետն ընդգծում է, անվտանգային հարցեր էլ կան։ Չի կարելի լինել մի տնտեսական համակարգում եւ մեկ այլ հակոտնյա անվտանգային համակարգում։ Ռուսաստանի ասածը հետեւյալն է. եթե դուք ԵԱՏՄ-ում լինելով տնտեսական հարաբերություններ եք ստանում, հակառակ դեպքում կստացի, որ միայն ինչ օգտակար եք համարում վերջնում եք, ինչ մեզ կարող է օգտակար ել, դրանից հրաժարվում եք։ Եթե Հայաստանը փաստացի սառեցրել է հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ եւ պնդում է, թե պարտավորությունները այդ կառույցը չի կատարում, մյուս կողմից Կրեմլի հետ կապերն էլ հինը չեն, ապա ինչ ունենք կորցնելու։ Քաղաքագետը համոզված է, որ անվտանգային հարցերը որոշվում են շահերով, իսկ արևմտյան շահերը մեր տարածաշրջանում համընկնում են թուրքականի հետ։ Կարող ենք միջին միջանցքի բացման ու վերահսկողության կորստի վտանգի առջև կանգնել։ Եվրամիության համար շատ կարևոր է, որ միջին միջանցքը բացվի։ Այսինքն Թուրքիան Ադրբեջանի հետ եւ Կենտրոնական Ասիայի հետ ուղիղ անխոչնդոտ կապ ունեն եւ որ այդ կապը լինի ռուսական վերահսկողությունից դուրս։ Եթե Արևմուտքը կարողանա Ադրբեջանին եւ Թուրքիային ճնշել, որպեսզի առանց ռազմական ագրեսիայի հարցը բացվի, դա կլինի հրաշալի լուծում։ Բայց Արևմուտքի համար մեծ հաշվով էական չի այդ տարածքը Զանգեզուրի միջանցքը կամ Շիրակի միջանցքը մեր վերահսկողության տակ կլինի թե Ադրբեջանի։ Բայց Հայաստանի գործադիրով օրենսդիրով արդեն անցել է Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։ Փաստացի Հայաստանն այդ գործը ձեռնարկել է լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ պետություն։ Քաղաքագետն էլ ասում է, քաղաքական ու տնտեսական հակասությունը մեծ է, պետք է կողմնորոշվել։ Երկրում մարդկային ռեսուրսների ճգնաժամ կա, Փաշինյանն է ֆիքսել, ասում է 2018-ից սկսած դժգոհություններ ու բողոքներ է լսում ստանում, որ կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Դրա պատճառն ըստ Փաշինյանի հենց այդ ռեսուրսի ճգնաժամն է։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա, երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսաավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել, չլինել կադրային սով։ Քաղաքացիներ կան, որ աշխատանքի ընդունվելու, աշխատանքով ապահովվելու համար նամակներով դիմել են Նիկոլ Փաշինյանին։ Նամակներ գրողների գրագիտության աստիճանը Փաշինյանին նյարդայնացրել է։ Մարդը ինձ ես կխելագարվեմ ուղղակի։ Մարդը ինձ նամակ է գրում։ Մարդիկ ասում են, ոնց ասում են, բայց ինձ աշխատանք չես տալիս, պարոն վարչապետ։ Ասում ենք, նայում եմ այդ տեքստը իմ գրած 4 նախադասություն է, մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա։ Ես վերջերս մեկին չդիմացա, պատասխանեցի, ասացի հարգելիս, բայց ասեմ գոնե նամակ գրելիս մի հատ տեքստիդ նայ էլի, մի հատ դու չես համարում, որ դու քո կրթությամբ մի հատ պետքա զբաղվես։ Ջղայնացած նամակ հետ գրեց, ասեց չհասկացա, դու մտածում ես ես կրթություն չունեմ։ Փաշինյանը դժգոհեց նաև քաղաքացիներին վարորդական վկայականներ տրամադրելու գործընթացից։ Դրա մեծ մասն ըստ նրա կեղծ են։ Շատերը ավտոմեքենաներ ունեն, սակայն վարելու հմտություն չունեն։ Նա պատմեց, թե օրինակ ինքը, ինչպես է լրագրությամբ զբաղվելու տարիներին, դժվարությամբ վարորդական վկայական ստացել։ Երբ որ ստանում էի, հայտնի լրագրող էի, ես որ ծնկաչող աղաչի էի, ինձ չէին թողի, որ ես քննություն տամ։ Ես հələ բանին այդ տարածքին մի 300 մետրի վրա բերին իմ բանը տվին, ասին գնա ստեղից, շուտ հնարավորինս շուտ ստեղից գնա, գործ չունես մեզ հետ։ Փաշինյանը փաստում է, ամենտեղ է այս վիճակը, ներառյալ կառավարական համակարգը։ Եթե կարելի է վարորդ լինել, չիմանալով մեքենա քշել, ինչի՞ չի կարելի լինել կառավարի չիմանալով կառավարել։ Ինչի։ Եթե դա հանրության մեջ կոնսենսուս է, որ կարելի է տենց, ինչ տարբերություն, ինչ մեքենա ես վարում։ Հայաստանում տարեցտարի ավելացող վթարներն ու զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության մեծ խնդիր են դարձել, ասում է կառավարության ղեկավարն ու եզրակացություն անում։ Անհրաժեշտ է Հայաստանում վարորդների ատեստավորում անցկացնել։
ԱՄՆ նախագահ առևտրային պատերազմ է սկսել ամբողջ աշխարհի դեմ։ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Թրամփն ապրիլի 2-ը հռչակել է Ամերիկայի ազատագրման օր եւ հայտարարել, որ Միացյալ Նահանգներ ապրանքների ներմուծման վրա սահմանում է այնպիսի ընդգրկուն մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարի սկզբից ի վեր։ Աշխարհի ամենամեծ տնտեսություն ունեցող պետության հետ բոլորն են ուզում գործ բռնել։ Այսպիսով Թրամփը կարծում է, թե բարեկամներին, թե հակառակորդներին կարող է ստիպել զիջումների գնալ։ Մինչև 50% մաքսատուրք ճնշում ներդրողների վրա, թե խթան, որպեսզի ամերիկացիները սկսեն տեղական արտադրությամբ զբաղվել։ Քանի որ ԱՄՆ-ն ձեռնարկել է ազատ առևտուրը աշխարհով մեկ, ներմուծումը շատ է աճել վերջին տասնամյակների ընթացքում։ Եվ եթե այդ տուրքերը ոչնչոտեն ներմուծմանը, ապա տեղական արտադրողները կդառնան ավելի մրցունակ։ Բայց կկարողանա Ամերիկան ծածկել պահանջարկը, արտադրել ամեն ինչ։ Տնտեսագետը համոզված չէ, Թրամփը կարծում է, որ առևտրային գործընկերները ավելի մեծ շահույթ են ստանում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, քանի որ ավելի շատ ապրանքներ են վաճառում Ամերիկայի Միացյալ Նահանգներին, քան գնում են նրանից։ Այսօրվա պատասխան սակագները կոչված են հավասարեցնելու խաղի կանոնները։ Թրամփը համոզված է, թե կհաջողի։ Այսօր ազատագրման օրն է, սա ամերիկյան պատմության ամենակարևոր օրերից մեկն է, սա ամերիկյան տնտեսական անկախության հռչակագիր է։ Մենք Ամերիկան դարձյալ կդարձնենք հզոր եւ հարուստ։ Մեր երկիրը 50 տարուց ավելի է, ինչ խեղդված է, դա այլևս չի կրկնվի։ Տնտեսագետները հաշվում-հաշվարկում են, ինչ կա Թրամփի մտքին։ Նա համենայն դեպս ուղիղ է ձևակերպել, թե պատրաստ է բանակցությունների, եւ եթե որևէ մեկին դուր չեն գալիս նոր մաքսատուրքերը, նրանք կարող են չեղարկել ամերիկյան ապրանքների ներմուծման համար տուրքերը եւ դրանից հետո հնարավոր կլինի բանակցել։ Անհնար է կանխատեսել, թե ինչ մաքսատուրքեր կլինեն այն բանից հետո, երբ առաջիկա բանակցությունների արդյունքում յուրաքանչյուր երկիր համաձայնի կամ հանդգնի վիճաբանել Թրամփի հետ։ Այնուամենայնիվ, տնտեսագետներն արդեն իսկ գնահատում են, որ Թրամփի որոշմամբ ԱՄՆ ներմուծվող ապրանքների միջին հարկը այսօրվա 3-4%-ից կաճի մինչև 10-ից 15%։ Սկսել է շատ ռիսկային խաղ, եթե հաջողեց, կարող է ԱՄՆ-ին այն տալ, ինչ ուզում է, տնտեսական եւ արդյունաբերական ցիկլը ավարտվել է մեկը եւ սկսվում է նորը, ԱՄՆ-ն ձեռք բերի դոմինանտությունը, ավելի մեծ է իհարկե հավանականությունը, որ չի հաջողի։ Ապրիլի 5-ից արդեն Թրամփի էմոցիոնալ հայտարարությունը օրենքի ուժ կստանա։ Հայաստանի համար սահմանված մաքսատուրքը 10% է։ Այստեղ տնտեսագետի դիտարկման մեծ չեն լինի հարվածները մեր արտադրողներին։ Մեր արտադրանքի հիմնական շուկան Ամերիկան չէ։ Պեկինը խստորեն դատապարտում է չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացումը Վաշինգտոնի կողմից եւ խոստանում է հակաքայլեր ձեռնարկել իր շահերն ու իրավունքները պաշտպանելու համար։ Այս մասին ասվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության հայտարարության մեջ՝ ի պատասխան Ամերիկայի նախագահ Թրամփի մաքսատուրքերը բարձրացնելու որոշմանը։ Չինաստանը կտրականապես դեմ է դրան եւ մենք վճռականորեն հակաքայլեր կձեռնարկենք պաշտպանելու մեր իրավունքները։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում սարսափելի տորնադոն ավիրել է Արկանզաս նահանգը, Կենտուկիից եւ Արկանզասից 8 մարդ է տուժել պտտահողմի պատճառով։ Քաղաքների ենթակառուցվածքները ավերված են։ Գերմանիայի ոստիկանությունը հայտնաբերել եւ փակել է մանկական պոռնոգրաֆիայի աշխարհի ամենամեծ կայքը, որը ունեցել է 1.8 միլիոն օգտատեր։ Kitflix-ը ստեղծվել է 2021-ին կիբերհանցագործի կողմից, որը հսկայական շահույթ է ստացել, քանի որ այն արագորեն դարձել է մանկապիղծների շրջանում ամենահայտնի հարթակներից մեկը։ Երբ գլամուրային Լորենս Սանչեսը հայտարարեց, որ պատրաստվում է տիեզերք թռչել ապրիլի 14-ին, երկրպագուները հետաքրքրվեցին, թե ինչպես նա կկարողանա անթերի պահել իր դիմահարդարումը։ Լորենին միացել է նաև Քեթի Փերին։ Խմբի կազմում են նաև ՆԱՍԱ-ի նախկին գիտնական Աիշա Բոեն, քաղաքացիական իրավունքների պաշտպանը եւ կինոպրոդյուսեր Քերիան Ֆլինը։ Աստղերը քննարկել են նախաթռիչքային գլամուրը, իսկ Լորենը հայտարարել է, որ մտադիր է ամբողջովին դիմահարդարվել թռիչքի ժամանակ։ Արցախցիները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության դիմաց։ Նրանք պահանջել են կրճատել 40+10,000 դրամների աջակցության ծրագիրը։ Լուծումների մենք կհասնենք միայն միասնական լինելու միջոցով, ինչպես տարիներ առաջ։ Ինձ թվում է, որ դա բոլորի սպարտքն է, բոլոր արցախցիները պարտավոր են այստեղ լինել ու պայքարել մինչև վերջ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Ասկերանից բռնի տեղահանված ակցիայի մասնակիցը։ Սա փաստում է մի բան, որ Հայաստանում ժողովրդավարությունը իսկապես արմատանում ու անշրջելի իրողություն է դառնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցող ընտրությունների արդյունքներին։ Ավանեսյանը չի կարծում, որ 2026-ին իշխանությունը կփոխվի։ Ինձ վստահեցնում է այն, որ մեր կառավարությունն իրագործում է տված խոստումները եւ մեր քաղաքացիների կյանքը դեպի բարելավում է տանում։ Միանշանակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հավակնում է 2026 թվականին եւս իշխանության գալ, նշել է Ավանեսյանը։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը պարզաբանել է ՑՄԱ դատապարտյալների ծեծի ենթարկելու հրապարակումները։ Նա նշել է, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը խաթարում էր հիմնարկի բնականոն աշխատանքը, ներկայացնելով անօրինական պահանջներ եւ հրահրելով այլ ազատազրկվածներին։ Քրեակատարողական ծառայությունը որոշել է նրան տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, ինչի հետևանքով որոշ կալանավորներ դրսևորել են անհնազանդություն։ Անհնազանդությունը դադարեցնելու համար ծառայության հատուկ նշանակության բաժանումը կիրառել է ֆիզիկական ուժ, խուզարկել խցերը։ Երկու դատապարտյալ հայտարարել է հնարավոր է կոտրվածքների մասին, սակայն բժշկական հետազոտությամբ կոտրվածքներ չեն հայտնաբերվել։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՄԻՊ աշխատակազմում ուսումնասիրվում են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում ՑՄԱ դատապարտյալների ծեծի ենթարկելու վերաբերյալ հրապարակային նյութերը։ Մայրաքաղաքի կենտրոնում ոչ թե մարտաֆիլմի նկարահանումներն են, այլ ռեալիթի շոու իրավապահների մասնակցությամբ։ Սահմանադրությամբ բարձրագույն արժեք համարվող մարդուն ոստիկաններն ասֆալտին են փռում, որովհետև հայհոյել է։ Ներքին գործերի նախարարությունն է պարզաբանում։ Սոցկայքերում բարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել։ Նա բերման է ենթարկվել համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին։ Վարորդն էլ պնդում է չի հայոյել։ Հարազատի հուղարկավորության արարողությանն է շտապել առավոտյան 10-ին։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել է, մոտ 25 րոպե ճանապարհը փակ է եղել։ Վարորդները սկսել են մեքենաներից ազդանշան արձակել, ինքն էլ բոլորի պես։ Ընդամենը, ասում է, եկան հենց իրեն տարան։ Ով է ճիշտ, ով սխալ, հարցնոթում է մնում, բայց գերատեսչության պարզաբանումը մեր երկրի նախկին օմբուդսմենի զարմանքն է հարուցել։ Ոստիկանը փողոցային ռազմորկայի մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն։ Եվ ներքին գործերի նախարարության պարզաբանումը խախտում է Հայաստանի սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները, արդարացնում արգելված վերաբերմունքը։ Սա քաղաքական հովանավորության հետևանք է։ Անպատժելիության քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը եւ հեղինակազրկվում այն ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում։ Իրավական փորձագետն էլ է նկատում տեղի ունեցածը խնդրահարույց է նաև այն իմաստով, որ հստակ մեսիջ է հանրությանը, անգամ փոքր անհամաձայնության դրսևորումը կարող է նմանատիպ պատասխանի արժանանալ։ Այստեղ ինչն է շատ հետաքրքիր, որ հաստատի մենք տեսնենք, որ վարորդը որևէ դիմադրություն որպես այդպիսի ցույց չի տալիս եւ հարձակվում են միանգամից մի քանի պարեկներ, քիչի մեքենայի մեջից ուժով դուրս են բերում, ասֆալտին բարыз բուն իմաստով պարկեցնում են եւ հետո տանում են բաժի։ Այս ամեն ինչը իրավական գնահատական պիտի ստանա մի քանի հարցերի ու չափանիշների ներքո, որովհետեւ այստեղ կոնկրետ ակնհայտորեն համաչափության հարց կա։ Մասնագետը նաեւ ընդգծում է ավտոմեքենան անձի մասնավոր տարածքն է ու այստեղ են բազում հարցեր առաջ գալիս։ Ինչ իրավունքով է եւ ինչի հիման վրա։ Ավտոմեքենան ի դեպ վարորդի տեղեկացմամբ տուգանային հրապարակում է ու այն արդեն մի քանի օր է չի կարողանում վերադարձնել։ Ապրիլի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Մայրաքաղաքում Լեքսուսը Նժդեհի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, անցել հետիոտնի համար նախատեսված հատվածը, կոտրել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակներն ու տեղադրված վճարային տերմինալը, հայտնվել է մայթին։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Մեքենան հաշվառված է Երևանի բնակիչ 54-ամյա Աննա Հայրապետյանի անվամբ։ Ըստ նախնական տեղեկությունների հավանաբար վերևից է Լեքսուսը ընթացել դեպի Նժդեհի փողոց եւ հայտնվել այս վիճակում։ Ապրիլի 2-ին Կոմիտասի պողոտա Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության մեքենան ու Ֆորդը։ Բախման հետևանքով շտապօգնության մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն մայթի վրա անցնելուց հետո էլ կոտրել նստարանը, առաջ ընթացել, հայտնվել գազոնում։ Տեղում շտապօգնության բժիշկների հերթապահ մեկ այլ խմբի բժիշկներն օգնություն են ցուցաբերել վթարի ենթարկված շտապօգնության մեքենայի բժշկին։ Սկզբում նա հրաժարվել է հետագա օգնությունից, հետո ժամեր անց դիմել է հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի առաջին վաշտի պարեկները։ Վերջին ժամանակահատվածում հանրապետությունում ավելացել է շտապօգնության ավտոմեքենաների մասնակցության վթարները, ու չգիտես ինչու ամեն անգամ ասում են, թե փորձառու վարորդների ենք ընդունում աշխատանքի։
բայց նաև լինում են դեպքեր, որ հենց ոչ թե շտապօգնության մեղքով է լինում վթարը, այլ որոշ վայ վարորդների։